Խոսում ենք քաղաքագետ Բենյամին Մաթևոսյանի հետ, բարև ձեզ, շնորհակալ եմ։ Բարև ձեզ։ Հավերասրտումներու համար։ Պարոն Մաթևոսյան, ընդամենը օրեր առաջ Եվրանեստը նախապատրաստել էր մի նախագիծ բանաձևի, համաձայն որի պետք է արցախահայություն հնարավորություն ունենար վերադառնալու իր հայրենիք։ Եվ կատարվեց այն, ինչից միշտ մենք անհանգստացել ենք։ ՔՊ-ական իշխանությունը, ՔՊ-ական պատգամավորները մերժեցին այդ բանաձևը, ավելին Հայաստան խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը ասեց, որ Եվրանեստի պատգամավորները եվրոպական իրենց տեղեկացրել են, որ հենց ձեր իշխանություններն են, որ նպաստեցին այդ բանաձևի չընդունմանը։ Ինչ է կատարվում։ Նախ իսկապես վաղուց չէինք հանդիպել, շատ հաճելի էր ձեզ տեսնել, Արմինե, տեսեք, ես մի փոքր նաև զարմացած եմ, բայց ձեր հարցից ասեմ ինչու։ Տեսեք, դուք էլ վստահաբար Նիկոլ Փաշինյանի այդ գրառումը տեսել եք, երբ որ նա դիմելով նախկին նախագահներին ասում է դուք մի հատ հարցից պատասխանեք, թե 18 տարեկան Հայաստանի Հանրապետության քաղաքացիները ինչ էին անում Հայաստանի Հանրապետության միջազգայինորեն ճանաչված տարածքներից դուրս։ Ինչ է սա նշանակում, որ Նիկոլ Փաշինյանը վերջնականապես ոչ միայն Արցախը ճանաչում է որպես Ադրբեջանի մաս, այլ ընդհանրապես Արցախի հետ կապված բոլոր պատմությունները էջերը ինքը համարում է մի հատ մեծ հանցանքի պատմություն Հայաստանի Հանրապետության համար։ Այս պայմաններում կարծել, որ իրենք ինչ որ քայլեր կձեռնարկեն, որ արցախցիների իրավունքները փորձեն պաշտպանել, ինձ թվում է մենք ինքնախապեյությամբ ենք զբաղվում, եթե նման կարծիք ունենք կամ նման մտադրություններ կցանկանանք նման մտադրություններ տեսնել իշխանությունների կողմից։ Եվս սրան զուգահեռ մի բան եմ ուզում ասեմ, որպեսզի էլ ավելի այս ամեն ինչը պարզ լինի։ Ձեր համար հարց չի առաջացել Նիկոլ Փաշինյանը ինչու է չեղարկել 44-օրյա պատերազմը քննող հանձնաժողովի զեկույցի ներկայացումը ազգային ժողով։ Անդրանիկ Քոչարյանը չէ զեկույցը գրել։ Պարզ է, որ այնտեղ գրած չէ լինել, որ Նիկոլ Փաշինյանն է դրա պատասխանատուն։ Շատ պարզ, որովհետև տեսեք, եթե մենք խոսում ենք 4-րդ հանրապետության մասին, ինչի մասին Նիկոլ Փաշինյանը խոսում է, եթե մենք խոսում ենք, որ 18 տարեկան տղաների հայտնվելը Արցախում դա փաստացի հանցագործություն է, քննիչ հանձնաժողովը պետք է մի հատ հարցի պատասխանի, ոչ թե մենք ինչու պարտվեցինք Արցախում, այլ մենք ոնց հայտնվեցինք Արցախում։ Այս հարցի պատասխանն Նիկոլ Փաշինյանը տվել է, որովհետև սովետական ԿԳԲ-ն է Արցախը մեր ջեբը գցել։ Հիմա ես ինչ եմ ուզում ասեմ, եթե այս իշխանությունները վերարտադրվեն, մեզ նոր քննիչ հանձնաժողովի ձևավորում է սպասում, որը պատասխանելու է հենց այդ հարցին։ Մենք ոնց հայտնվեցինք Արցախում։ Դրանից բխող բոլոր հետևանքներով։ Համաձայն եմ, որ զարմացակ իմ հարցից, որովհետև այն մարդը, ով հայտարարում է, որ Արցախը չենք հանձնել, այլ գտել ենք Հայաստանը, բնական է, որ նման հարցը բոլորիս համար արդեն պարզ էր։ Պարզապես ամեն անգամ փորձում ես հասկանալ գոնե միջազգային հարթակները, այն հարթակները, որոնք շահագրգռված են Արցախի հարցով, ինչ որ քայլ անելու, գոնե կարող էին օգտագործել։ Փաստորեն մենք այս Եվրանեստում կատարվածով համոզվեցինք, այս իշխանությունը վերջնականապես փակել է Արցախի հարցը։ Դա իրենց իշխանության մնալու գինն է, ինչպես քանդել եկեղեցին, ինչպես մնացած են մի շարք երևույթները, որոնք մենք այստեղ բոլորս տեսնում ենք Հայաստանի ներսում, սա այն գինն է, որը Փաշինյանը պատրաստ է վճարել իշխանության մնալու համար։ Ինձ թվում է այլ ակնկալիք ունենալ ինքնախապեյություն։ Ես ուզում եմ մենք չընկնենք այն վիճակը, որի մեջ հայտնվել էին Արցախի իշխանությունները, Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը այն համատեքստում, որ հիշում եք, չէ՞, բլոկադայի բանի ժամանակ շատ անկեղծ ես ասեմ, փոխանակ իրենք գեներացնեին քաղաքական գործընթացներ Հայաստանում, իրենք ինչ-որ ակնկալիքներ ունեին պայմանականորեն, որ չգիտեմ, Լիխտենշտեյնի դքսությունը հումանիտար օգնություն կուղարկեր Արցախ կամ ինչ-որ զեկույց կլիներ, ինչ-որ գնահատական կլիներ։ Ես հիշում եմ նախկին մի պատգամավորի հետ քննարկման այդ ժամանակ մասնակցում, նա հետևյալ ձևակերպում ասում, մինչև կյանքիս վերջ հիշելու եմ, դա ասում է Ալիևը այլընտրանք չունի, նա face saving-ի խնդիր ունի եւ պետք է Լաչինի միջանցքը բացի, face saving ում արչեւ, չգիտեմ, արևմտյան մեր հարգարժան գործընկերների արչեւ։ Ես ուզում եմ մենք այս ինքնախապեյության մեջ չընկնենք։ Միջազգային կառույցները իրենց շահերին համահունչ քայլեր են անելու, բայց քանի Հայաստանից քաղաքական պահանջ չկա իշխանությունների կողմից, այս ամեն ինչը ուղղակի մենք ժամանակ ենք անիմաստ ծախսում այս ամեն ինչի վրա։ Այսինքն հիմա այն ինչ կատարվում է Հայաստանում եւ Արցախի հարցի հետ կապված եւ նաեւ հայ առաքելական Սուրբ եկեղեցու դեմ այս պատերազմը բարի բուն իմաստով դուք վստահ համոզված եք, որ ադրբեջանա-թուրքական տանդեմի օրակարգն է։ Ճշմարտության չափանիշներից մեկը փորձն է։
18 թվականին, երբ որ Նիկոլ Փաշինյանը եկավ իշխանության եւ չափազանց բարձր վարկանիշ ուներ, անկեղծ ասենք, նաեւ շնորհակալություն ճակերտավոր ասենք նախկին իշխանություններին Նիկոլ Փաշինյանի այդ բարձր վարկանիշի համար, Հայաստանում մի շարժում ձևավորվեց, նոր Հայաստան, նոր հայրապետ։ Եթե Նիկոլ Փաշինյանը իսկապես տոգորված լիներ եկեղեցու խնդիրներով, մտածեր այդ խնդիրները լուծելու մասին, դա լավագույն պահն էր ճակերտավոր այդ խնդիրը լուծելու։ Նույնիսկ ես այսպես ասեմ, Ստեփան Ասատրյանը այդ ժամանակ, եթե չեմ սխալվում, դեռ Ստեփան Ասատրյանն էր, Տեր Արամ չէր, բայց եթե Նիկոլ Փաշինյանի ընտրությունը իր վրա այն ժամանակ կանգ առներ եւ նա հայտարարել, որ այսօր այդ Ստեփան Ասատրյանն է, լավ, այսպես ասեմ, Ստեփան Սաֆարյանն է մեր կաթողիկոսը, մարդիկ ձեռքերի վրա Ստեփաններին կտանեին Էջմիածին եւ կկարգեին կաթողիկոս, բայց քանի որ այդ ժամանակ Թուրքիայից Ադրբեջանից այդ պահանջը չկար, Նիկոլ Փաշինյանը այդ քայլին չդիմեց։ Հիմա կա հստակ առաջադրանք, հստակ պահանջ, ըստ դրա էլ քաղաքականություն է ձևավորում Հայաստանում։ Շնորհակալություն։ Լավ, եւ ավարտենք հետեւյալով, ինչ ենք մենք անում, որպեսզի այս ամբողջը չկրկնվի 2026-ի վերընտրությամբ, այսինքն եւ Հայաստանը չկանգնի լրջագույն վտանգի առաջ եւ այն սպառնալիքների, ինչը տեղի ունեցավ Արցախի հետ, որտեղ կա այդ մեծ անհանգստությունը հայրենիք եւ պետականություն կորցնելու։ Ինչ են անում ըստ ձեզ մեր քաղաքական ուժերը, արդյոք անհրաժեշտ աշխատանքը արվում է, որտեղ մենք հարցումներ ենք անցկացնում, տեսնում ենք ժողովուրդը շատ ուժերի չի ճանաչում, նոր ստեղծված ուժերից դեռ գաղափար չունի, ասում եմ միանշանակ մերժում ենք նախկիններին, չեն ընտրելու Նիկոլ Փաշինյանին եւ քանի որ հիասթափված են այս իշխանությունից, որոշել են ընդհանրապես չգնալ նաեւ եւ չմասնակցել ընտրություններին, ինչը մյուս վտանգավորությունն է։ Այ դուք շատ ձեր խոսքի վերջում շատ ճիշտ ասացիք։ Ես կարող եմ ասել միայն մեկ բան։ Ես երբեք ինձ իրավունք չեմ վերապահել ինչ որ մեկին խորհուրդ տալ, ինչ որ մի բանի կոչ անել։ Ես ոչ այդ կարգավիճակում եմ, ոչ էլ իմ կյանքի փորձին այդպիսի բան թույլ է տալիս։ Ես պարզապես կարող եմ խնդրել մեր հարգարժան Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին մասնակցել ընտրություններին։ Ու շատ པարզ բացատրեմ ինչու։ Տեսեք, այդ վարչական ռեսուրս ասվածը ինքը իսկապես ազդեցություն կարող է ունենալ ընտրությունների վրա, բայց դրա չափաբաժինը, այսպես ասած, ինքը սահմանափակ է։ Նույն Գյումրի ընտրությունները դա ցույց տվեցին, հենց վարչական ռեսուրսի կիրառման սահմանագիծը։ Եթե քաղաքացիները մասնակցեն ընտրությունների եւ իրենց քվեով սատարեն այս կամ այն քաղաքական ուժի, այդ վարչական ռեսուրսով ձեռք բերված քվեների տոկոսը ինքը ընդհանուր զամբյուղում նվազելու է։ Այսինքն առաջինը քաղաքացիներին ուղղակի խնդրենք մասնակցել ընտրությունների, քաղաքական ուժերին խնդրենք քարոզ չանեն ընտրությունների դեմ, բայց իրենց մտքում նաեւ ունենան հնարավոր ֆորս մաժորների դեպքում շատ ավելի արագ արձագանքել գործընթացներին եւ փորձել ինստիտուցիոնալ այլ մեթոդներով հասնել քաղաքական փոփոխությունների, բայց բոլոր նրանք, ովքեր ասում են, որ ընտրություններով դե դա Նիկոլ Փաշինյանը կվերարտադրվի, մենք ժամանակ չունենք սպասելու, ես չեմ ժխտում այս մոտեցումը, բայց բոլոր նրանք, ովքեր դա ասում են, թող առաջինը այսօր հայտարարեն, որ իրենք չեն մասնակցում գալիք ընտրություններին։ Այդ ժամանակ ավելի արդար կլինի, քան քարոզ անել չմասնակցել ընտրությունների, բայց տակից ձևավորել քաղաքական միավորներ, բացել շտաբեր, ձևավորել տարբեր ցուցակներ։ Այս գործընթացը որ տեղի ունենա, մենք ձեր հետ կքննարկենք, թե ընտրություններին մասնակցելը ճիշտ է թե սխալ։ Կոնկրետ ուժերի եք ակնարկում, այսինքն շատ པարզ իհարկե, բոլորս լրահոսին հետևում ենք, չէ՞, տեսնում ենք ինչ գործընթացներ են։ Տեսեք, նույնը նաև Գյումրիում էր։ Մարդիկ այստեղից հայտարարում են, որ ընտրություններով չի կարելի Նիկոլ Փաշինյանի հետ գնալ ընտրությունների, իրենց տարբեր արբանյակ կուսակցությունները մասնակցում են ընտրությունների։ Ես դրա համար եմ ասում, եկեք անկեղծ լինենք բոլորս միասին։ Այ ոնց մենք հիմա անկեղծ զրուցում ենք, չէ՞։ Նույն կերպ հայտարարեք, որ չեք գնում ընտրությունների, դուք ձեր ուժերով չեք մասնակցում ընտրությունների, չեք հավակնում փայ ունենալ նոր խորհրդանում կամ նոր իշխանությունում, այ դրանից հետո կքննարկենք իրենց կողմից առաջ քաշված ցանկացած ծրագիր։ Կարելի է մեկ հարց եւս իմպիչմենտին վստահում եք, հավատում եք, հնարավոր է իմպիչմենտի գործընթացը սկսելով հասնել հաջողության։ 1998 թվականին Հայաստանում փաստացի տեղի ունեցել իմպիչմենտ։ Անվստահություն են հայտնել նախագահին։ Անվստահություն հայտնել ինչու՞մ է, չէ՞, դրսևորվել, որ բացի նրանից, որ ազգային ժողովում մենք արագ տեսանք փոփոխություն, այսինքն իշխող խմբակցությունը, դառավ Վազգեն Սարգսյանի խմբակցությունը, փաստացի, մենք նաև ունենք մի իրավիճակ, երբ որ պետական այլ մարմինները չէին վստահում նախագահին եւ 1-2 գիշերվա ընթացքում այդ հասունացած գործընթացը փոփոխության բերեց։ Եթե մարդիկ, ովքեր նախաձեռնել են իմպիչմենտը, կարող են այդ ամեն ինչը ապահովել, քավլիս, ես կարծում եմ բոլորս կողմ կլինենք, բայց մնացած առումներով խոսել իմպիչմենտից, ասել որ դա միակ հնարավոր տարբերակն է, բայց տակից պատրաստվել ընտրությունների
նու առնվազն ազնիվ չէ, դրա պատճառով էլ այդ ազնվության պակասի պատճառով էլ նաև 18 թվականը տեղի ունեցավ։ Մեկ հարց եւս եթե կարելի է, իսկ արտահերտ ընտրություններ հնարավոր են, որովհետեւ խոսում է օրինակ այն մասին, որ Նիկոլ Փաշինյանը իրենց փակ քպեական նիստերում խոսում է արտահերտի Ես դες այդ հարցին այսպես պատասխանեմ, էլի, տեսեք, տեխնիկապես կա ընդհանրապես մի տարբերակ։ Նիկոլ Փաշինյանը պետք է հրաժարական տա, երկու անգամ խորհրդարանը չպետք է ընտրի վարչապետ, ավելին ընդդիմությունը եւս չպետք է վարչապետի տեխնացու առաջադրի, նույն մոդելով արտահերտի գնացին 18 թվականին, 21 թվականին արտահերտի գնացին, ներկայիս ընդդիմությունը դա ոչ 18, ոչ 21 թվականի ընդդիմությունը չէ։ Եթե նախկին ընդդիմության հետ Նիկոլ Փաշինյանը կարող էր գնալ պայմանավորվածության, այստեղ խորապես կասկածում եմ, որ դա հնարավոր մեղմ եմ ասում, խորապես կասկածում եմ։ նոր ուժեր եք տեսնում։ Չէ, ազգային ժողովի ներկայիս ես ուժերը նկատի ունեմ, ներկայիս կազմ Նիկոլ Փաշինյանը այդ վստահությունը չունի, որ ընդդիմությունը իր վարչապետի տեխնացուն չի առաջադրի ու չի գեներացնի համապատասխան պրոցեսներ։ Դրա համար էս բոլոր խոսակցությունները արտահերտ ընտրությունների մասին, սրանք պղտոր ջրում ձուկ են որսում։ Կրկին ասեմ, միակ մեխանիզմը դա է։ Իսկ այս խորհրդանական ընդդիմության հետ Նիկոլ Փաշինյանը պայմանավորվածություն չի կարող ունենալ։ Բայց կներեք, արդեն խոսում են մասին, որ 26-ի համար, 2026-ի համար կան ուժեր, որոնց հետ այսպես ճակերտավոր ընդդիմություն լինելու այս խաղի մեջ է Նիկոլ Փաշինյանը, այսինքն ինքը կվերընտրվի, ոմանք էլ կլինեն իրեն համար համապատասխան հարմար խաղացող ընդդիմություն եւ այսպես նորից ինքը կվերընտրվի։ Ինձ թվում է Նիկոլ Փաշինյանը կերազեր, որ այս նարատիվները, այս խոսույթը դոմինանտային լինեն միջև խորհրդարանական հերթական թե արտահերթ ընտրությունները։ Տեսեք, էլի շատ անկեղծ, չէ, սատելիտ ուժեր պարզ է, մենք պարզ է, չէ, մենք չենք խոսում Արամ Զավենի, Սարգսյանի այդ դուստր ձեռնարկության մասին, մենք սրա մասին չէ, մենք խոսում ենք իրապես ընդդիմության մասին, որոնք ձգտում են իշխանափոխություն, ձգտում են քաղաքական փոփոխությունների Հայաստանում։ Խոսքը այս ուժերի մասն է, իրենց հետ Նիկոլ Փաշինյանը պայմանավորվածության չի կարող գալ։ Եվ ամփոփենք, դուք տեսնում եք նոր ուժեր, որոնք իսկապես սպառնալիք կլինեն Նիկոլ Փաշինյանի համար եւ սպառնալիք են։ Ես կարծում եմ, որ ինքնին այն հանգամանքը, որ առաջ է եկել մեր ձևով շարժումը, սա ինստիտուցիոնալ կարծում եմ ամենամեծ նոր ձևավորված քաղաքական ուժն է, որտեղ անկեղծ 21 թվականից այսքով մի շարք կուսակցություններ են ձևավորվել, շարժումներ են ձևավորվել, բայց ամենահզորը փաստացի մեր ձևովն է, որը ակնհայտ հայտ է ներկայացրել քաղաքական գործընթացներին մաս կազմելու։ Մենք այսօր ունենք երկու հստակ մեծ ընդդիմադիր բևեռներ, Հայաստան դաշինքը մեր ձևով է։ Այն փոքր կուսակցություններ ես ուղղակի զուտ մասնագիտական կարծիք այստեղ թույլ կտամ ինձ արտահայտել, տեսեք, կան մի շարք ավելի փոքր կուսակցություններ, կան մի շարք անհատներ, որոնք հայտ են ներկայացրել խորհրդարանական ընտրություններին մասնակցելու, որոնք եթե իրենք իրենց հետ անկեղծ լինեն, իրենք հնարավորություն չունեն հասնելու այդ անցողիկ շեմին, բայց եթե իրենք իսկապես այդ ձեր ասած Նիկոլ Փաշինյանի սատելիտ ուժերը չեն, որոնք նպատակ ունեն պարզապես ցրել ընդդիմության ձայները, իրենք կարող են միավորվել, մի ընդհանուր դաշինք կազմել։ Ես կարծում եմ սրանից, եթե իրենք իսկապես ընդդիմադիր են Նիկոլ Փաշինյանին, բոլոր քաղաքական ուժերը, ովքեր իրապես հետաքրքրված են փոփոխություններով եւ մեր հասարակության այն զանգվածը, որը իրապես հետաքրքրված է փոփոխություններով, ես կարծում եմ այդ զանգվածը միայն կողջունի այդ մոտեցումը, բայց այսպես մանր գնալ, ցրել ձայները եւ ստանալ մի իրավիճակ, երբ որ պայմանականորեն 15-ից 20%-ը ցրված է լինելու ձայների, կարծում եմ այդ դա ամենալավ սցենարներից մեկը կլինի Նիկոլ Փաշինյանի համար։